մարդիկ նկատում են, որ այդ բենզինի կինը, որ ընկել էր իմացար Ադրբեջանից եկող բենզինի շնորհիվ սահուն կերպով փափուկ կողդուց, մանրից ելնում հասնում են առաջվա գնին 480-ը դառնում է արդեն 500, շատ տեղերում արդեն 500 են հասարակ բենզինի մասին է խոսքը։ Ճիշտ է, որոշ մասնագետներ եւ պրոֆեսորներ սա կապում են Իրանի պատերազմի հետ, Իրան Հորմուզի նեղուց, Պարսից ծոց, Միացյալ Նահանգներ եւ այլն։ Հա, իսկ ես սա շատ վաղուց կապել եմ մոնոպոլ բարձր գնի շուրջ քրեական համաձայնության հետ, երբ բենզին ներկրողները իրար հետ ճակերտավոր ախպերաբար պայմանավորվում են կին չգցել, իսկ կին գցողի հասցեին սիրուն նախշուն բաներ են, կոչականներ են հորինում, հասկանում եք, շատ մեկնաբանելու կարիք չկա, իսկ այն հանձնաժողով կոչեցյալը տնտեսական մրցակցության, հա, եւ սպառողների շահերի պաշտպանության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի գազի տրուբին չէ, թե ինչ հանցագործ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, հա, եւ այդպես բան է, էլի, լավ է ստեհմի, լավ է, մոտավորապես այս տրամաբանության մեջ է։ Ինչու պիտի հարևան Վրաստանում ահագին էժան լինի, ստեղ ահագին թանկ, մնում է առեղծված, այդ առեղծվածը պիտի լուծի այդ այսպես կոչված հանձնաժողովը, որը վստահություն մեղմ ասած չի ներշնչում։ Այդ հանձնաժողովից որևէ մեկը ծպտուն հանի, փորձի համարձակվի խոսել, թե այ մարդ մենք աշխատում ենք, տանջվում ենք, կա իրական մրցակցություն այդ շուկայում, քանակականի մասին եմ խոսում հələ, քանակին, հա։ Անմիջապես եւ մի 10 րոպեում կբացատրեմ, թե որը որից հետո է։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։